Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Տանտինյանը, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից, այսօր հունիսի 18-ն է 2026 թվական, հետընտրական զարգացումներին անդրադառնանք, տամ իմ գնահատականը ու անցնենք աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան, ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին, քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցի իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ չկարողացանք պայմանավորվել, հիմա շատ կարևոր է այս համախմբումը, ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն և մենք կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Իհարկե նաև խոսում է համախմբված հանրահավաքներ անելու, ժողովրդին փողոց անելու և այլ, դրա մասին։ Հիմա ասեմ իմ կարծիքը։ Նախ խոստովանում է, որ իրանք սխալ թույլ տվեցին, բայց մինչև ընտրություն ոնց որ թե անսխալական էիք, վճռական ասում էիք, որ արդեն հաղթել ենք, արդեն Սամվել Կարապետյանը հունիսի 7-ից վարչապետ է, բացատրում ենք, ասում ենք տղեկ ջան, ձեզ եք խաբում, թե ժողովրդին, ինչ եք անում, ինչ եք ասում, ինչ եք անելու դուք, երբ որ ձեր ամբողջ նպատակը նա է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը լեգիտիմացնեք, դրա համար եք մասնակցում, որ պայքարը գնա իշխանություն և այ ռուսամետները երկիրը տանում են, բա այդ մասին չենք ասել, բա լսեիք, հիմա որ ասում եք բոլորը հավաքվեն, ում համար թանկ է մեր երկիրը, իսկ ձեզ համար թանկ է, մեզ համար թանկ է, ձեզ համար թանկ է, ինչ է ձեր արածը, ես իհարկե, քանի որ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը միացել եմ ընտրություններին մասնակցելու հետ կապված, ընտրություններն ավարտվել են ու մեր համագործակցությունը դրանով դադարեցված է, դրա համար ես կուսակցության անունից լիազորված էլ չեմ հայտարարություն անել կմիանանք, չեմ միանա, Գուրգեն Սիմոնյանը դա կանի ու կասի և ինքը իր կարծիքը պարբերաբար ասում է, ես կհայտնեմ իմ կարծիքը, բայց որպեսզի հանկարծ թյուրիմացություն չլինի, որ ասում եմ համագործակցությունը այդ մասով դադարեցված է, առաջիկա անելիքների հետ կապված կուսակցության ակտիվի բոլոր հանդիպումներին ես հրավիրվում եմ և ես ակտիվ մասնակցում եմ, այսինքն իմանաք, որ հիմա շատ ավելի շատ անելիք ունենք, քան մինչև ընտրությունները, պարզապես ուզում եմ ասեմ, որ իմ լիազորությունների շրջանակում չի ասել կուսակցությունը կմիանա, թե չէ, ես կասեմ իմ կարծիքը, ոչ ես գտնում եմ, որ չի կարելի միանալ ձեզ, չի կարելի ռուսամետ ուժերին միանալ, որոնք մեր երկիրը ցանկանում են նորից տանել ռուսական ճահիճ, դուք չգիտեք Ռուսաստանի վիճակը հիմա ինչ է, բա Ռուսաստանի հետ աշխատում եք, դուք չգիտեք ընդեղ ինչ է կատարվում, ուր եք տանում մեր երկիրը, ու բացի դրանից, բա որ խոսում եք ընդդիմության հետ լայն կոնսոլիդացիայի մասին, բա այդ ֆանտաստիկ ռեսուրսը ծախսել էիք, բոլոր տեղերը ձեր պատկերն էիք խփել, ամբողջ ցանցը հանրային ամբողջ մեդիա տիրույթը ձեզանով լցնել, էդ էլ քիչ էր, մարդիկ էիք պահում, որ կուսակցության դեմ աշխատեն ու անձամբ իմ դեմ աշխատեն, առանց գեդինը մտնելու, հիմա նոր հիշել եք, որ սխալ եք թույլ տվել, որ բոլորի հետ չեք համախմբվել, բացառում եմ, ինչպիսի նպատակ էլ ձեր առաջ դրած ելնեք, ոչ ես իմ կողմից ասեմ կմիանամ այս թևին պայքարեմ են մյուս կողմի դեմ կոնֆլիկտի կողմ դառնալ, ոչ էլ իշխանական թևին ձեր դեմ պայքար, դա ձեր կռիվն է, որ հատուկ սարքեցիք, որպեսզի գողանաք ժողովրդի ձայները, այո դուք գողացաք մեր երկրի ապագան, գողացաք, հիմա ինչ եք ասում, ասում եք գիտեք ինչ, մենք քիչ մասն ենք գողացել, շատ մասը Նիկոլ Փաշինյանն է գողացել, եկեք միացեք մեզ, որպեսզի այդ շատ մասը Իրանից վերցնենք ու դա գա միանա Սամվել Կարապետյանին, լուրջ եք ասում տղեկ ջան, դե մի անելիք ունեք, ներողություն խնդրեք հայ ժողովրդից, եթե ի վիճակի եք, այո, սահմանադրական դատարան դիմեք թող լինի նոր ընտրություններ, անվավեր ճանաչվի,
Եթե մինչև այդ ձեր մանդատը չվերցնեք, որ ասեք ոչ թե եկեք փողոցում մեզ օգնեք, որպեսզի մենք մեր մանդատը արդյունավետ օգտագործենք, որ ինչ անեք։ Հայաստանը ավելի թաղեք ռուսական ճահիճում։ Հա? Նիկոլ Փաշինյանը քիչ է թաղել։ Այդ ձեզ էինք սպասում։ Ու դա հստակ ես ասում եմ իմ կարծիքից 22 տարի գտել եմ, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է։ Չկա որևէ գայթակղիչ առաջարկ, ոչ փող, ոչ պաշտոն, որ ես 22 տարվա իմ կյանքի վրա խաչ կքաշեմ, կհամարեմ իզուր եմ ապրել, դե բերեք մի բան էլ մեկից պոկենք, հա, լուրջ չի կարող նման բան լինել ժողովուրդ ջան։ Ու դուք ստորաբար աշխատեցիք մեր դեմ, աշխատեցիք անձամբ իմ դեմ, հատ մենք գիտենք ովքեր էին դա անում, ռուսամետ ուժերը ոնց էին անում, այն ուժերը, որոնք ձեզ էին սատարում, այդ ձեր ակտիվիստները, որոնք իմ դեմ էին աշխատում, ինչ շահեցիք, ես պատգամավոր չեմ, դուք ինչ շահեցիք, հիմա այս ժողովրդին ասում եք եկեք միացեք, եթե վաղը մի շաբաթ հետո ընտրություն լինի, այս ժողովուրդը հասկացավ, որ դուք փուչիկ եք, մի շաբաթ հետո ուզում է աշխարհի ընտրակաշառքը բաժանեք, դուք այլևս 10% ձայն չեք ստանա ձեր ստացած ձայների, որտեղ խաբեցիք ժողովրդին, որտեղ այդ մարդիկ ասում են, այ ձեր ցավը տանեմ, ձեզ շատ հարգում սիրում ենք, հասկանում ենք, որ դուք լուրջ բան եք ասում, բայց չեք տեսնում, որ այդ մարդը լուրջ մարդ է, միլիարդատեր, ասում է, հեսա գնում եմ Փաշինյանին հունիսի 7-ին տապալեմ, ախր դուք չեք կարա է տապալեք, ձեզ ընդունում ենք, հավատում ենք, ձայնը տալիս ենք իրան, գայիք հետներս շրջեիք ու լսեիք այդ մարդկանց կարծիքը, որ դուք ոնց խաբեցիք այդ մարդկանց, ու նույն ձևի էլ դրանից առիթից օգտվեց Նիկոլ Փաշինյանը, ու նույն մարդկանց մյուս մասն էլ ասում էր, հասկացեք, այս ռուսամետները երկիրը տանում է, պարոն Անտինյան, պարոն Սիմոնյան, հասկացեք, այս գնանք այս Փաշինյանին ընտրենք, չնայած մենք ձեր կողմից ենք, գնանք Փաշինյանին ընտրենք, որովհետև մենակ Փաշինյանը կարող է սրանց դեմ առնի, իշխանությունը իր ձեռքում է։ Դուք չիմացաք պասերով ինչ արեցիք, ինչ բերեցիք մեր երկրի գլուխը։ Հիմա էլ որոշել եք փողոց դուրս գաք, որոշել եք քայլեր անել, պլան B, չգիտես պլան ինչ, եթե արդեն խոստովանում եք, որ սխալվել եք, բա դուք ում էիք վերցրել, որ ձեզ խորհուրդ տալ։ Այն կթի մեքենա ունեն, ուրիշ բան չունեն։ Գնացին, դրեցին, կթեցին Ռոբերտ Քոչարյանին, այդ նույն մարդկանց Սամվել Կարապետյանը գնաց ասեց ժողովուրդ, շատ գրագետ կթի մեքենա ունեն։ Բերեք հիմա էլ իրա պտուկներին միացնեն, հիմա էլ իրան կթեն։ Այդ չէ ձեր թիմը։ Բա ում լսեցիք, որ հիմա կանգնել եք ասում եք սխալվեցինք։ Բա լսեիք հրապարակային մեռա ճղվեցի մեջիցս բացատրեն, որ ժողովուրդ ջան ում եք խափում։ Դուք խափված եք, բայց խափում եք, բլեֆ եք անում, անհարմար է, միլիարդատեր մարդիկ մանր ժուլիկությամբ զբաղվեն։ Հիմա նոր հասկացաք, հա, որ ձեր մոտ չի ստացվում։ Դե հենց արեք նոր ընտրություն լինի։ Ու ձեր փուչիկն է պայթած։ Գնանք իրական, մենք խորհրդանում գնանք ներկայացված լինենք, քայլեր առաջ տանենք։ Չգիտեք, որ վաղը մյուս օրը Նիկոլ Փաշինյանը թեքվելու է Ռուսաստան։ Ով է առաջ տանելու արևմտյան գիծը։ Նիկոլ Փաշինյանի սատարողները մի կողմ քաշվեցին, որովհետև ժողովուրդը իր վերաբերմունքը ցույց տվեց։ Նիկոլ Փաշինյանն էլ վաղը թեքվեց դեպի Ռուսաստան։ Ընտրությունն ավարտվել է։ Արևմուտքն էլ հիասթափվեց, ասեց չհասկացանք, իր նեղ օրը իր կողքին ենք, սա հիմա էս ինչեր է անում։ Ով է այդ ամեն ինչի ուսերին տանում։ Այս ժողովրդի, որ հիասթափեցրեցիք, քանի անգամ եմ ասել, հիասթափեցնելու եք, թողեք մի կողմ քաշվեք կամ Հայաստանից գնաք, եթե կկարողանաք գնաք։ Այդ ամբողջ հիասթափված ժողովրդի բեռը մնալու է մեր ուսերին։ Բայց մանդատ էլ չունենք, որ գոնե այդ հիասթափությունը մի կերպ փարատենք։ Ուրեմն դրա համար ես ասում եմ իմ կարծիքը, այո, ոչ իշխանությանը կմիանանք ձեր դեմ, ոչ էլ ձեզ կմիանանք նրանց դեմ, բայց հստակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, եթե ես Նիկոլ Փաշինյանին չեմ հավատում, բայց պարտավորեք դուք հավատաք, երկրի վարչապետն ասում է, այս խորհրդանը լեգիտիմ չի։ Բա ոնց կարող ենք չընդունենք այդ մարդու հայտարարությունը։ Եթե ասում է ընդդիմությունը լեգիտիմ չի, իսկ ընդդիմությունը սահմանադրական իրավունքով է գտնվում խորհրդանում առնվազն 1/3, եթե նույնիսկ այդքան մանդատ չունենա, պետք է ավելացվի,
Եթե նրան մանդատը արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է եւ իշխանությունը չի ճանաչում, չի կարող լինել մասնակի լեգիտիմ, ուրեմն ինքը գտնում է, որ այս խորհրդարանը լեգիտիմ չի։ Դե այդքան ուժ ունեք, լցվեք փողոց, ինչ ուզում եք արեք, ասեք թողնի արտահերտ ընտրություն։ Ոչ թե գնանք իշխանությունը զավթենք, ոչ թե գնանք ժողովրդին նորից խաբենք, թող լինի արտահերտ ընտրություն։ Թող հիմա էլ մասնակցենք, ձեր դեմքը ժողովուրդը տեսավ, ձեր բլեֆը ժողովուրդը տեսավ, Նիկոլ Փաշինյանի բլեֆն էլ տեսավ, թե ոնց առիթն օգտագործեց, խաղեր տվեց, իբր թե Ռուսաստանից փրկումա, հիմա էլ շուռա եկե Ռուսաստան, դրա մասին էլ կխոսենք, ժողովուրդը երկու կողմին էլ տեսավ։ Հրաշալի պատկերացնում է ինչ կատարվեց։ Հիմա գնանք ընտրության, բարեք, արեք մի հատ ներողություն խնդրեք ժողովրդից, որ դուք խաբեցիք։ Դուք ասեցիք, որ մենք իշխանությունը վերցնում ենք, այդ մարդիկ էլ ասին, հազիվ մեկը ուզում է պրծացնի այ ժողովուրդ ջան, ախր դուք ոնց կարաք անեք։ Էդ էր ձեր արածը։ Դրա համար մի քայլ ունեք։ Ասեք, անիմաստ է մանդատ վերցնելը, դուս գանք փողոց պայքարենք, ժողովուրդ ջան, մենք մանդատի կռիվ չենք անում։ Ազնվոր են կանգնեք, ասեք, դուք գիտեք, որ Սամվել Կարապետյանը չի կարա ոչ վարչապետելի, ոչ պատգամավոր։ Թող կանգնի հետ քաշվի, ասի ժողովուրդ ջան, հանուն մեր ժողովրդի եմ անում։ Ձեզ օգնեմ ամեն ինչ անեմ, դուս եկեք գնանք արտահերտ ընտրությունները, ես էլ չեմ մասնակցում։ Եթե նորմալ ընտրություն ալնելու իմիջին ապեք։ Չէ, ձեր կռիվը նա չէ, որ Փաշինյանը գնա, ձեր կռիվը նա է, որ դուք Փաշինյանի տեղը գաք։ Այդ է։ Եթե ձեր կռիվը լներ Փաշինյանը գնար, այնա մենք ասում ենք, եթե մենք ձայն ստանայինք, Փաշինյանը մեծ ամաստություն չէր ունենա։ Չէիք պայքարի մեր դեմ։ Հիմա շարունակենք, որ տեսնեք ինչա կատարվում։ Սամվել Կարապետյան, կարող ենք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեն, որ էլի արդյունքի չհասան։ Ինչի բանը պայքարելը երկիրը ցնցումների տանել, բանտրություններից առաջ չէիք ասում, հեղափոխություն ենք անելու։ Փողոց ենք լցվելու, տեսեք ինչ ենք անելու այս իշխանությանը, բայց բանտրություններից առաջ չէիք ասում։ Բանտրություններից առաջ, որ դուք ասեիք, որ գառնուկի նման գնալու եք տանը նստեք, սպասեք, որ ձեզ համախմբվեն, որ հետո փողոց դուս գաք։ Եթե չհամախմբվեն, ոչինչ չի ստացվի։ Ու եթե հանկարծ ընտրություններում պարտվեք, փողոց մարդկանց չեք հանելու, այդքանը որ ասեիք, քանի մանդատ կստանայիք։ Բանոր չեք հասկանում, որ այս արտահայտությունները, որ դուք անեիք մինչև ընտրություն, դուք մանդատ չէիք ստանա։ Ընդհանրապես չէիք ստանա։ Շեմը չէիք հաղթահարի։ Հիմա եք բացատրում, որ ժողովուրդ ջան, բա մենք ցնցումների տանող ենք, բայց այդ ելույթները մինչև ընտրություն միացնենք լսեք, ոնց խաբեցիք մարդկանց։ Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին։ Իդեպ ասեմ ձեզ, ես 22 տարի խոսում եմ Եվրամիության հետ խորը հարաբերություններ կառուցելու անդամակցության, մենակ չասեմ ուղղակի ինտեգրացիա հիմա էլ ունենք։ Բայց անենց ոնց որ մեզ համար համոզիչ հանդես է գալի Վլադիմիր Պուտինը, ժողովուրդ ես տենց հնարավորություն չունեմ։ Անենց ոնց որ ինքը համոզեց, որ պետք է գնալ Եվրոպա առարկայական քայլերով, այդ մարդը ֆանտաստիկ հնարավորություն ունի։ Այդ մարդը կանգնեց ասեց, պտի Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ն պտի չընդլայնվի, ժողովուրդ ջան, ՆԱՏՕ-ն ընդլայնվեց։ 1100 կիլոմետր համարյա Ֆինլանդիայով ցամաքային սահման ունեցավ։ Ծովայինն է, որ ավելի վտանգավոր է իր համար։ Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, Բալտիկ ծովի այն մյուս ափը։ Էդ է ՆԱՏՕ-ի դեմ կռվելու։ Կանգնում էին Պուտինը եւ իր համախոհներն ասում էին, խփելու ենք Լոնդոնին, խփելու ենք Փարիզին, խփելու ենք Բերլինին ու Հռոմին։ Այս ժողովուրդն էլ մեռան իրանց հարկատուներին համոզելով, որ փող հավաքեք, զինվենք, ասում են, բայց ինչի համար, մեզ համար հանգիստ բարեկեցիկ ապրում ենք էլի, ինչի եք մեզ կողմ պրոբլեմների տակ, օրինակ որպես ինչ, ով է մեզ սպառնում, ասում ով է սպառնում, Պուտին ձյաձյան, հա, դե բերեք զինվենք, որևէ ձևով, այտենց նվեր,
Եվրոպական առաջնորդներին, եթե Պուտինը չտար, ով կտար։ Հիմա Պուտինի եզնվերը մի քանի օրանոց, որ մեզ բացատրեց, որ նեղջ պահին ինքը իրան ոնց պահեց եւ Եվրոպան իրան ոնց պահեց։ Ավելի համոզիչ հազիվ թե կարողանայինք բացատրենք, որտեղ ինչ որ ասում ենք վերացական է շատերին թվում։ Հիմա տեսակ Եվրոպան ոնց է աջակցում։ Եվ հիմա Հայաստանի արտգործնախարարն է դիմում ասում արագացրեք այդ հարցերը կարողանանք ավելի արագ լուծենք։ Բայց դրան զուգահեռ դե մենք հո գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո հազիվ մի քանի օր դիմանա մինչև չդռնի Վլադիմիր Վլադիմիրիչի գիրկը, խաբեց ժողովրդին, ասեց ռուսները տանում են, Ռուսաստանը սանկցիա է կիրառում, հիմա արդեն ընտրությունն ավարտվել է։ Ինչ ասում։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. կներեք, անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին, դա անտրամաբանական է։ Ես բազում աշխատանքային նիստերում այդ խնդիրը բարձրացրել եմ։ Այն ապրանքները, որոնք ստանդարտներին համապատասխանում են, միանշանակ, շարունակաբար եւ աներկբա կանգնելու ենք տնտեսվարողների կողքին, աջակցելու ենք նրանց եւ քաջալերելու ենք, որպեսզի նրանք նույն տեմպերով շարունակեն աշխատանքը։ Այն ապրանքների մասով, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, անկեղծ ասած, շատ աջակցելու բան չենք տեսնում, որտեղ 8 տարի գործնականում այդ խնդիրը բարձրացնում ենք բոլորի առաջ եւ ամեն անգամ շատ մոտ լինելով կտրուկ եւ չոր որոշումներ կայացնելու եզրին, ոլորտները գալիս են, հավաքվում են, ասում են մեզ 6 ամիս էլ ժամանակ տվեք, ու այդպես 8 տարի անցնում է, հետևաբար էլ ժամանակ չկա, նրանք ովքեր կուզենան իրոք այդ ստանդարտներին համապատասխանել, մեր աջակցության ծրագրերը այսօր էլ բաց են։ Հեսա կշարունակեմ, ուղղակի մի հատ ասեմ, ինչ ասեց։ Երեք Գևորգ Պապոյանը էկոնոմիկայի նախարարն ասեց, այո, դե մեր ապրանքը անվորակա, Ռուսաստանը հետ է տալիս այդ ապրանքը, որովհետև անվորակա։ Ռոսսելխոզնadzորի ղեկավարն ասեց, որ սա քաղաքական ճնշում չի, ձեր ապրանքը անվորակա, եւ Գևորգ Պապոյանը հաստատեց, որ այո, Ռուսաստանը քաղաքական ճնշում չի գործադրել։ Այն դեպքում, երբ որ ընտրություններից առաջ դա չէին ասում, ընդհակառակը ուռացնում էին, եթե Ռուսաստանը մեր վրա ճնշում ամենք էս կանենք, կանենք, ԵԱՏՄ-ից դուրս կգանք այս կողմեկով, այդ ժամանակ իրան ձեռնտու էր, որ ասեին քաղաքական է։ Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ապրանքն անվորակ է, այդ ապրանքը պետք է մենք ինքնիշխանության հաշվին չտանք Ռուսաստանին, խնդրենք, որ ինքը ընդունի։ Քաղաքական որոշում կայացնենք, անվորակ ապրանքը տանք իրանց։ Եթե անվորակա, անվորակա։ 8 տարի է պայքարում ենք, որ ապրանքը անվորակ չլինի, բայց տնտեսվարողները չեն համաձայնվում։ Ժողովուրդ դուք լսում եք մարդը ինչ է ասում կառավարության նիստում։ 8 տարվա վարչապետն ասում է, մեր ապրանքը այնքան անվորակ է, որ նույնիսկ ռուսական շուկայում չի կարող գոյատևել։ Բայց քանի որ քաղաքական որոշում են կայացրել ռուսները, այդ անվորակը առել են, որտեղ մենք իրանց գործընկերն ենք, հիմա էլ ուղղակի նույն ապրանքը մերժում են, բայց փաստ ունեն իրանց ձեռքին, լաբորատորիան ցույց է տալիս, որ անվորակ է։ Եվ 8 տարի դուք ամեն ինչ այլ եք, չեք կարողացել հասնել նրան, որ տնտեսվարողը որակյալ ապրանք արտադրի։ Բա քանի անգամ ինձանից լսած կլեք, որ ասել եմ, եթե մենք որակյալ մրցունակ ապրանք չարտադրենք, ռուսական շուկա էլ չենք կարողանա մտնենք։ Իսկ եթե որակյալ արտադրենք, եվրոպական շուկա էլ կմտնենք, արաբական երկրներ էլ կգնանք, հազար ու մի տեղ կգնանք։ Ու եթե այսօր մենք ասում ենք, որ ապրանքը էժան ու անվորակ է, որովհետև ռուսական շուկայի համար էր, մտցնում ենք Եվրոպա, դրան գումարում է տրանսպորտային ծախսերը, դա մրցունակ չի, ուղղակի մեզ այսօր օգնում են։ Եթե մեր ապրանքը լիներ թանկ ու որակով, ապա գնողունակ պահանջարկը բարձր է Եվրոպա։ Թանկ եւ որակով ապրանքի վրա տրանսպորտային ծախսներ գումարեիր, առնողը կառներ, որակյալ ապրանք կառնեի։ Բա նոր եք այդ մասին լսում։ Մեռանք բացատրելով։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը մեզ բացատրում է, որ տեսեք, հա, արդարացնում է Ռուսաստանին։ Նա քաղաքական որոշում չի կայացրել։ Դուք անվորակ եք արտադրում 8 ամիսը մեռանք ձեզ ասելով, դուք չուղղվեցիք։ Ձեր անվորակ ապրանքը իրացնելու համար մենք չպետքա չարչարվենք։ Գնացեք ինչ ուզում եք արեք։ Բայց այն որ այնպես արել եք, որ այդ անվորակ ապրանքն է արտադրվում եւ մի տնտեսական համակարգում են գտնվում, որ դարձել ենք նրա գերին, որտեղ ինքը պատրաստ է անվորակ ապրանք առնել, ու մենք էլ པարզ հարց ենք տալ, բա մենք ինչ ենք ուտում, եթե մեջի որակովը գնում է արտահանման ու լավ գիտենք հատուկ ընտրում են ուղարկում։
Անորակը տալիս են մեզ, որ մենք ուտենք։ Դուք ինչ եք տալիս մեզ։ Ուրա ձեր լաբորատորիաները այս խելքով եք ուզում ճանապարհը բացեք Թուրքիայի ու Ադրբեջանի ապրանքների առաջ։ Երբ որ արդեն ակնհայտ է ձեր մոտ ինչա կատարվում։ Ու այդ անորակ ապրանքը որտեղ եք վաճառելու Թուրքիայի ու Ադրբեջանի ապրանքը, որ մտնի Հայաստան, էժան գնով։ Մենք չենք կարող մրցակցել իրանց հետ ապրանքի էժանությամբ էլ, թանկությամբ էլ։ Նրանց վրա այդ ապրանքը ավելի էժան է նստում։ Նույնիսկ տրանսպորտային ծախսն էլ էական չի դրանց համար, որտեղ այնքան էժան է նստում։ Այս է վիճակը։ Այդ դրա համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը նորից շրջվելու է դեպի Ռուսաստան, որովհետև անորակ ապրանքը Եվրոպան ձեռք է մեկնում իրավիճակային, բայց վաղը դեպի որակով դառնա հոմիորում չի դառնալու։ Հիմա շարունակում է Փաշինյանը։ Մենք շարունակում ենք տեսնել, թե որտեղ ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել, իհարկե բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Օբյեկտիվ խոչընդոտ ասելով նկատի ունեն, որ ապրանքն ու արտադրանքը համապատասխան են ստանդարտին ու համապատասխանելու պայմաններում ունենան որոշակի խնդիրներ, նշել է Փաշինյանը։ Եթե ձեր ապրանքը որակով է, մենք տարբերակը կգտնենք, դա կիրացնենք։ Եթե ձեր ապրանքը անորակ է, կմնա ձեր վրա։ Ու այդ անորակ ապրանքը հիմա ողողված է մեր ցանցերում, մեր շուկաներում։ Այն, որով դուրս չի գնում։ Հիմա ամբողջական հոչ չի տանում Եվրոպան։ Սա է վիճակը ժողովուրդ ջան։ Ու մենք այս ամեն ինչը տեսնում ենք եւ մեր իշխանությունները խոստովանում են, որ այո, անորակ ապրանքը Ռուսաստանը ստացել է, հիմա Ռուսաստանը չի ստանում ու ինքը ճիշտ է անում, որովհետեւ ինքը փաստաթուղթ է ցույց տալիս ուսումնասիրության ստուգման արդյունքը եւ մեր էկոնոմիկայի նախարարն ու վարչապետը խոստովանում են, որ դա այդպես է։ Այս ձևի եք տնտեսություն վարում, այս ձևի եք ասում ԵԱՏՄ-ի հետ մենք հեռանկար ունենք, զարգանալու ենք, խորանալու ենք, ընդլայնվելու ենք։ Այս ձևի եք բացատրում, որ մենք Եվրոպա գնալու ցանկություն չունենք, օրակարգ չունենք։ Այս ձևի եք կարծում, որ մենք այնքան կզարգանանք, կբարձրանանք, կհասնենք ճամփաբաժանի, նոր կորոշենք Եվրոպա ենք գնում, թե ԵԱՏՄ-ում ենք մնում։ Եթե նույնիսկ Եվրոպան մեզ չընդունի էլ, մենք կլինենք եվրոպական ստանդարտի պետություն։ Այս մակարդակով եք եվրոպական ստանդարտի պետություն, երբ որ խոստովանում եք, որ 8 տարի չեք կարողանում անորակ ապրանքի դեմն առնել։ Սա է։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան։ Դիմելու ենք Ռուսաստանին հավաքական ընդդիմության անունից։ Դեռ չի հավաքվել, բայց արդեն նրանց անունից, որպեսզի կարողանան կանգնեցնել այս process-ը, որը Փաշինյանի հետ բացարձակ կապ չունի։ Սա վերաբերում է հայ ժողովրդին։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունը ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունի այն կանգնեցնելու։ Մենք դա վերցնելու ենք մեր ձեռքը եւ փորձելու ենք հասկացնել Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլով տուժում է հայ ժողովուրդը եւ բիզնեսմենը։ Ես չեմ հասկանում, Սամվել Կարապետյանը չի լսել Ռոսսելխոզնadzորի ղեկավարին, որն ասել է ապրանքն անորակ է, դրա համար ենք հետ ուղարկել։ Սամվել Կարապետյանը նաև Ռուսաստանի քաղաքացի չի։ Ռուսաստանի քաղաքացիները իր հայրենակիցները չէ։ Այսինքն դու Ռուսաստանի հետ խոսելու ես, որ անորակ ապրանքը Ռուսաստանի սպառողը ուտի հանուն Հայաստանի, բայց դառաշ այն մյուս երկրի դավաճան։ Այսինքն ինչ ես համոզելու Ռուսաստանին, որ անորակ ապրանքը Ռուսաստանն ընդունի։ Մենք խոսում ենք, որ անորակ ապրանք չարտադրենք։ Խոսում ենք ծանոթ գտնենք այդ անորակ ապրանքը վաճառենք։ Որտեղ այդ անորակ ապրանքը մեր քաղաքացին էլ է ուտում։ Այսքան հիվանդությունը չգիտեք ինչից է։ Եվ սնունդից է, եւ օդից է, չգիտեք ինչա կատարվում։ Լա բժիշկներին մի հատ հարցրեք, հրապարակային շատ բաներ չեն ասում։ Լա իրանց փակ տեղերը, իրանց զեկույցները մի հատ ուսումնասիրեք։ Տարբեր հիվանդությունների հետ կապված ինչա կատարվում մեր ազգի հետ։ Չգիտեք։ Բայց ինչն եք հարցը լուծում։ Այդ ձևի հարց Նիկոլ Փաշինյանն էլ է լուծել էլի։ Մինչև մի գնացել է Ռուսաստանի հետ խոսացել է, ապրանքը ընդունել են։ Անորակն ընդունել են։ Ասել է այլ ինչ գնանք Եվրոպա, եթե մեր ապրանքը Ռուսաստանում առնում են։ Հիմա նույն բանն եք ուզում անեք, էլի չմտածենք ոնց անենք որակյալ արտադրենք։ Մակարդակը տեսնում եք, Ժորժ ջան, ինչի մեջ է պայքարը գնում։
Իսկ հիմա նայենք, Նիկոլ Փաշինյանն ասում է ընդհանրապես թե Ադրբեջանի օրակարգին չհետևել, չկա տենց բան։ Նման բան գոյություն չունի, չեմ հասկանում դուք ինչու եք այդ թեմայից խոսում։ Մենք աշխարհի բոլոր հայտարարություններին անդրադառնում ենք, ժողովուրդ ջան։ Անտարկտիդայում կլինի, Արկտիկայում կլինի, Արգենտինայում կլինի։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն Ադրբեջանը մեր հարևանը է, որի հետ մենք գիտենք ինչքան խնդիրներ ունենք եւ մենք չենք վստահում Ադրբեջանի իշխանություններին, չենք վստահում նաեւ Նիկոլ Փաշինյանին ու նրա խաղաղությանը, մենք պետք է չտեսնենք թե նրանք մեր դեմ հիմա ինչ են խոսում։ Հա, ձեռնտու չէ, հա Նիկոլ Փաշինյանին։ Օրդուբադում, այսինքն Նախիջևանում, վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան 3-րդ կոնգրես փառատոնի ժամանակ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար Միլի Մեջլիսի պատգամավոր իշխող քաղաքական ուժի Ազիզ Ալիկ Բերլին լրագրողներին հայտարարել է. Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար։ Նախիջևանը նաև ականատես է եղել արևմտյան ադրբեջանցիների կրած ողբերգությունների եւ այդ առումով նման միջոցառումների անցկացումը հենց այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը հայրենի հողեր համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին եւ միջազգային իրավունքին։ Տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները վկայում են արևմտյան ադրբեջանցիների հայրենի հողեր վերադարձի անխուսափելիության մասին։ Տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունը ո՞րն է, որ Նիկոլ Փաշինյանը իրանց կարծիքով դիրքերն ամրապնդել է։ Ազիզ Ալիկ Բերլին հավելել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը եւ պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ արժանապատիվ եւ խաղաղ վերադարձի համար։ Ու չասենք, որ ինքը արևմտյան Ադրբեջանի այդ կառույցի ղեկավարն է, դրա համար մենակ ինքն է խոսում։ Այդ նույն համաժողովի ժամանակ խոսել է նաեւ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆետ Ասքերովը։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախկինների հողը։ Վերադարձն արևմտյան ադրբեջանցիների օրինական, պատմական եւ բարոյական իրավունքն է, քանի որ այդ հողերը մեր հնամենի տարածքներն են։ Արևմտյան Ադրբեջանի թեման Հայաստանին ուղղված տարածքային պահանջ չէ։ Վերջ։ Նա ասում է, այս կասկածի տակ չեմ դնում քո տարածքը, որ 29743 է։ Ուղղակի այդտեղ մենք պետք է գանք ապրենք, դա մեր հողն է։ Տարածքը անունը գրած է Հայաստան, բայց մենք պետք է գանք մեր պատմական հողերում ապրենք, որովհետև այն ժամանակ անունն ինչ ուզում է եղել է, մենք այդտեղ ապրել ենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք այդ թեման փակել ենք։ Այդ թեմա չկա։ Եթե մենք փակել ենք Արցախի թեման, փակել ենք նաև այդ թեման։ Ու եթե դուք հանկարծ խոսում եք վերադարձի մասին, դուք տակ եք պահում այդ թեման նաև Ադրբեջանի մասին։ Սուտ ես ասում, որովհետև Հայաստանում այդ մասին խոսում են ընդդիմադիրները, ոչ թե իշխանավորները։ Իշխանավորները միաժամանակ բոլորը միաձայն փակել են Ադրբեջանի Արցախի թեման։ Իսկ Հայաստանի ընդդիմադիրի իրավունք չունի ինչ-որ թեմայից խոսի, իսկ Ադրբեջանում խոսում են իշխանությունները, ոչ թե ընդդիմադիրները։ Մենք ընդդիմադիրների կարծիքը չենք ներկայացնում հանրությանը։ Մեր մամուլն էլ չի անդրադառնում։ Պաշտոնական տեսակետ է բերում։ Ու դրան զուգահեռ, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում մենք խաղաղություն ենք բերել, սրտիկով ողողել էր ամբողջ երկիրը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև 30 տարի շարունակ Ադրբեջանի տարածքները գտնվել են օկուպացիայի տակ եւ այդ ընթացքում անիմաստ բանակցություններ են ընթացել։ Դրանց միակ նպատակը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի պահպանումն էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ ունեին խաղաղության հասնելու ու մեր տարածքներն օկուպացիայից ազատելու մանդատ, չկարողացան ստիպել Հայաստանը լքել ադրբեջանական տարածքները։ Բանակցային գործընթացի սկզբում մենք մեծ հույսեր ունեինք։ Ձգտում էինք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, փորձելով մեծ տերություններին բացատրել, որ ճշմարտությունը մեր կողմն է, եւ քանի որ մեր տարածքներն էին օկուպացված, ի պատասխան մեզ ասում էին գնացեք ու բանակցեք։ Սա ուղերձներից միայն մեկն էր։ Երկրորդն այն էր, թե այդ լուծում չկա։ Երրորդը, որ դուք չեք կարող պատերազմ սկսել, իսկ չորրորդը, եթե պատերազմ սկսեք, ձեր դեմ պատժամիջոցներ կկիրառվեն, հայտարարել է Ալիևը։ Եվ հիմա դուք տեսեք,
Եվ շարունակում է, տեղի ունեցավ Խոջալույի ցեղասպանությունը, մեր քաղաքներն ու գյուղերը ավերվեցին ու ջնջվեցին երկրի երեսից։ Այս ամենը հանգեցրեց լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի, սակայն Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չկիրառվեց։ Այսօր շատ է խոսվում պատժամիջոցների մասին։ Երբ աշխարհի տարբեր ծայրերում այս կամ այն իրադարձություններն են տեղի ունենում, պատժամիջոցներն անմիջապես ուժի մեջ են մտնում։ Մինչդեռ ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ Հայաստանի դեմ նման քայլեր չձեռնարկվեցին, սա երկակի ստանդարտների և հռչակված արժեքների ու իրական քաղաքականության միջև առկա լուրջ հակասության վառ օրինակ է։ Մենք երբեք չենք մոռանա, թե հայկական օկուպացիոն ուժերն ինչ են արել մեր ժողովրդի ու քաղաքների հետ։ Չենք մոռանա նաև 65 մզկիթների ավերումը, նրանց մզկիթներում խոզերը և այլ կենդանիներ էին պահում, մենք դա չենք մոռանա։ Այս մարդու հետ ենք մենք գնում խաղաղության, որ ասում են անցյալը մոռացեք, հիմա ապագայից ենք խոսում, մենք ճանապարհ ենք իրար հետ գնում։ Ասում է օկուպացիայի ժամանակ մեզ չէին մեղադրում, Հայաստանին չէին մեղադրում, սանկցիաներ չէին կիրառում, պատժամիջոցներ չէին կիրառում։ Ալիևը ինքը խոստովանում է, նույնիսկ չի պատկերացնում, որ մենք շատ լավ էլ տողատակերը կարող ենք կարդալ, որ ժամանակին Հայաստանին օկուպանտ չեն համարել, ընդհակառակը Ադրբեջանին են համարել։ Ադրբեջանին են համարել, որտեղ 907 բանաձևը մինչև հիմա դեռ կա, դեռ կոնգրեսը դեռ չի քվեարկել, որ հանեն այդ բանը սահմանափակումները 907 բանաձևը Ադրբեջանի դեմ։ Այսինքն Ադրբեջանը ինքը խոստովանում է, որ աշխարհը Հայաստանին օկուպանտ չի ճանաչել։ Նիկոլ Փաշինյանն ասում է, միջազգային հանրությունը մեր դեմ էր։ Մենք ստիպված պետք է Արցախը հանձնեինք։ Ստիպված պետք է հանձնեինք, Ալիևին լսի տես ինչ է ասում։ Ինքը մեզ մեղադրում է, բայց դրանով բացատրում, որ միջազգային հանրությունը մեզ չի մեղադրել։ Այդ Նիկոլ Փաշինյանն է մեզ մեղադրում։ Ասում է դուք չգիտեք, որ միջազգային հանրությունը մեր դեմ էր։ Ուրա մեր դեմ էր։ Բայց ինչի մասին է խոսում։ Ու այս 30 տարվա օկուպացիայի բեռնել վերցնում ենք մեր վրա, Ալիևի հետ հիմա գնում ենք խաղաղության։ Հիմա դե տեսեք, վաղն էլ ինչ է ալնելու։ Վերջը ես քանի անգամ ասի, գիտեք, չի ուզում ձեզ ասեմ, բայց վտանգ կար պետականության կորուստի։ Գիտեք, չի ուզում ասեմ, բայց sense խնդիր կար։ Գիտեք, չի ուզում ասեմ, բայց Իրանի հետ կապված, եթե այդ հարցը չլուծվի, խաղաղության խաչմերուկը չի լինի։ Այսինքն ամեն ինչը հետադարձ հայացքով իբր թե արդեն վտանգը չեզոքացված է։ Բայց մենք էլ միշտ խոսել ենք ապագա վտանգների մասին։ Ինքը ասել է, սուս մնացեք, երգեք, պարեք, թրջկոտեք։ Հիմա երբ որ ինքը ասում է, որ ինչի եք խորանում այդ թեմաների մեջ, վաղն էլ պիտի կանգնի ասի, գիտեք, չի ուզում ասեմ, վտանգ կար, որ կարող ադրբեջանցիները գան մեր մոտ ապրեն, ձևն էի մտածում առնեմ, բայց չկարողացա։ Բայց սա ենք ահազանգում ենք, ապագա քայլերի տագնապը ինչի համար ենք ասում, որ ռիսկերը գնահատենք։ Իսկ ինքը ասում է, չէ, սուս մնացեք, գնացեք, երգեք, պարեք, բայց երբ որ դուք ամեն անգամ լսում եք, որ ասում է, երեք կարող է Հայաստանը վերանար։ Դուք այդ մարդու ոնց եք վստահում, որ այսօր ասում է, հանգիստ նստեք տեղներդ։ Երբ որ Ալիևը արդեն պահանջ է ներկայացնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԵՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այս նիստին մասնակցություն կունենամ, ինչպես ասել եմ կզբաղվենք, բայց այսօր էլ ենք զբաղվում, ասել է Փաշինյան, նիստի օրը հայտնի չէ։ Տեղի է ունենալու Ռուսաստանում միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին մասնակցելու են բոլոր ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը, ոչ թե առաջի դեմքերը։ Որտեղ նրանք նախագահական կառավարման համակարգը բոլորի մոտ եւ նրանց մոտ վարչապետը առաջի դեմք չի։ Մեր մոտ վարչապետը համազոր է Պուտինին, բայց ինքը գնալու է Միշուստինի հետ հանդիպման։ Այդ կարգավիճակում պետք է գնար փոխ վարչապետը։ Այս ձևով եք Ռուսաստանի դեմ պայքարում։ Լուրջ։ Հիմա գնալու ես Միշուստինի հետ պայմանով, որ լավ է ժողովրդին խաբեցինք, էտա իբր թե Ռուսաստանի դեմ ենք դուս եկել, ձեները ստացանք, վերջ, ժողովուրդ ջան, դե հիմա եկեք իրար հետ աշխատենք, բոլոր խնդիրները լուծենք։ Ինչ գործ ունես դու գնաս վարչապետերի հետ հանդիպման։ Թող գնա փոխ վարչապետը։ Չէ, բա պիտի գնաս Ռուսաստան հարցերը լուծես, չէ։ Ասես տեսակ ոնց խաբեցինք պասերով։ Սա է ժողովուրդ ջան։ Հիմա վաղը թեքվելու է դեպի Ռուսաստան, բայց Եվրոպային էլ ասել է ես եմ ձեր գործընկերը։ Եվրոպան է շուռա գալու ասի ժողովուրդ, ես ինչ անաղուհատ մարդիկ եք։ Ձեր նեղ ժամանակ ձեր կողքին ենք, հիմա էլի թռակ դեպի Ռուսաստան, բայց արդեն խորհրդանում էլ Եվրամիության հետ կապված, արևմտյան գծի հետ կապված որևէ պատգամավոր չկա։ Վերջ, այն ինչ որ Նիկոլ Փաշինյանին պետք էր։
Դա համա պատկերացնում եք, թե ինչքան անելիք կա արտախորհրդարանական ուժի համար, ես նկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը։ Որտե տեսակ արդեն փաստի առաջ ոնց են կանգնելու։ Գոնե այդ ուղղության վրա չաշխատենք, երբ որ տեսանք ինչ ալում, եւ տեսանք ռուսամետ ուժերն էլ հիմա համախմբում են հավաքական բանը միավոր են ստեղծում, միավորում են ընդդիմությանը։ Իսկ հիմա մի հարց էլ նայենք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մոսկվային անօթաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներն անվանել է ռուսական հարձակումներին արդարացի պատասխան։ Զելենսկին հաստատել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածը, որը երկրորդն էր վերջին շաբաթվա ընթացքում։ Հարվածներ են հասցվել նաև Ռոստովի մարզում եւ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Եվ մեր քաղաքների եւ համայնքների վրա ռուսական հարվածներին, ինչպես նաև մեր զինվորականների կողմից ռուսական ռազմական մեքենան աջակցող օբյեկտներում աշխատանքի եւս մեկ կարևոր արդյունք։ Ժամանակն է ավարտել այս պատերազմը եւ Ռուսաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի դիվանագիտական ճանապարհով, գրել է Զելենսկին։ Եվ ասել է, որ եթե այրվում է Ուկրաինան, կարվի նաև Մոսկվան։ Մոսկվային շատ ծանր հարվածներ է հասցրած եւ բացի այդ ծանր հարվածները նաև բարոյական այնպիսի խայտառակ հարվածը, որ դուք մի Մոսկվա չեք կարողանում պահեք։ Այդ ինտենսիվությամբ, որ դրոնները Ուկրաինան ուղարկում է Մոսկվայի վրա, դա խայտառակություն է, ժողովուրդ ջան։ Ինքնաձիգով դրոն էին խփում։ Այդտենց լավ չի, տղեկ ջան, պարսատիկով խփեք, պարսատիկով։ Ոնց։ Բա դուք ամեն երկրորդ բանակը չեք աշխարհի։ Ինչ ավտոմատ։ Մնաց լավ սնայպեր տղեկ չունեք, պարսատիկով քարով խփեիք դրոնին։ Այս ձևի եք Հայաստանին տեր կանգնում։ Այս խելքով եք տեր կանգնում։ Չեք տեսե Մոսկվայի վիճակը։ Լավամոս Ռուսաստանի վիճակը ես հրաշալի գիտեմ, հա չեմ եղել վերջերս, բայց պարբերաբար տարբեր տեղերից զանգում ու գրում են։ Նյութեր է ուղարկում, ասում են նա ինչա կատարվում։ Այն ինչ որ ասում ես, շատ ճիշտ ես ասում, բայց ավելին իմացի։ Բայց ուր եք տանում մեզ ժողովուրդ։ Ռուսաստան։ Ու երբ որ 2022 թվականին ես որ ասում եի ժողովուրդ ջան Ուկրաինան կռվելու է, մարդիկ ասում էին 3 օրում ավարտվելու է պատերազմը։ Ու ինձ էլ ասում են հալ մոլորակա ինչ ես, Ամերիկան, Ռուսաստանը բոլորն ասում են 3 օր է տևելու, ինչից ես դու խոսում, ինչ ես ասում, ոնց է կռվելու։ Ում դեմ է կռվելու Ռուսաստանի, կյանքը ցույց տվեց, չէ ինչ կատարվեց։ Ու գիտեք ինչն է վատը, որ ես այն ժամանակ բացատրում էի շատ-շատերի ինձ անգամ Ուկրաինայից, որ գրում էին, ասում են շատ շնորհակալ ենք, որ դուք խոսում եք մեր մասին, ներկայացնում եք վիճակը, մենք անգամ ոգևորում ենք, այդտեղ պատերազմի մեջ ենք, բայց ձեզ լսում ենք, ոգևորում ենք մեր հայրենակիցները տարբեր քաղաքներից։ Բայց ես ասում եմ ժողովուրդ ջան, ինչ շնորհակալություն հայտնել պետք չի, այդ ես եմ ձեզ շնորհակալ ու հրապարակային եմ ասել։ Ես եմ ձեզ շնորհակալ, դուք կռվում եք նաև մեզ համար։ Ու շատերն ինձ մեղադրում էին, թե Ուկրաինայում ոնց են կռվում նաև մեզ համար։ Այո, Ուկրաինայում կռվում էին նաև մեզ համար, որովհետև Ռուսաստանն ասել էր վերականգնում եմ խորհրդային միությունը։ Եթե 3 օրում իրան հաջողվեր կամ մի քանի օր ավել իրան հաջողվեր Ուկրաինան վերցնել, հաջորդը վերցնելու էր Հայաստանը։ Այլ դա հրաշալի իմանալով Նիկոլ Փաշինյանը գնաց Պուտինի ոտերն ընկավ 22 թվականի ապրիլի 19-ին, ասեց վերև Աստված ներքև դու, ինչ ասես անեմ, Հայաստանը մտենց մարդ չի գտնվի, որը քեզ կծառայի ավելի հլու հանազանդ, քան ես։ Այդ դա տեղի ունեցավ, որովհետև չկարծեցին, որ Ուկրաինան կռվելու է։ Որտե Նիկոլ Փաշինյանը իր գավառական ճարպկությամբ գնաց ընկավ Պուտինի ոտերը, որ ես մեկա գիտեմ հաջորդը Հայաստանն ես վերցնելու։ Բայց երբ որ պատերազմը ցկվեց եւ Ռուսաստանը երկրորդ ճակատ չբացեց, այո, ուկրաինացին կռվեց իր երկրի համար եւ Հայաստանը մենք անկախությունը չկորցրեցինք։ Այդքանը եթե մարդիկ չեն հասկանում, Նիկոլ Փաշինյանն էլ հետո կանգնում, ասում է գիտեք, Արցախից հրաժարվեցի, դրա համար կարողացանք Ռուսաստանին զսպենք եւ Հայաստանը չկորցրեցինք։ Ոչ, Արցախի հրաժարվելը կապ չունի այդ հետադարձ հայացք գցելով ուզում ես արածը սխալը սրբագրես։ Ոչ թե Արցախի պատճառով եղավ, որ Ռուսաստանը Հայաստանը չվերցրեց, այլ Ուկրաինայի կռվի պատճառով ինքը Հայաստանը չվերցրեց։ Լա ժամանակագրականը նայեք, երբ ա եղել 2022 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում է գնացի ստորագրեցի Պրագայում, դրանով փրկեցի Հայաստանը, Ռուսաստանը չվերցրեց։ Հազիվ ֆորպոստից դուրս եկանք, ոչ, ֆորպոստից դուրս գալու դու չէիր էլ դուրս եկել, դու գնացել հավերժ ֆորպոստացման համար երթում էիր տվել։
Ուկրաինան ուղղակի կռվեց եւ հաջորդ ճակատը Ռուսաստանը չբացեց Հայաստանի դեմ։ Եթե այսօր այսքան ռուսամետներ կան Մոսկվայի այդ խայտառակ վիճակի պարագայում, պատկերացնում եք 22 թվականին ինչ կարող է լինել, եթե Ռուսաստանը Ուկրաինան մի քանի օրում վերցներ։ Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը գնաց ոտերն ընկավ, որովհետև մայիսի 9-ին կարծում էր շքերթը Կիևում անշելու, հաղթանակի շքերթը Պուտինը։ Որտեվ ինքը այդպես էր կարծում։ Հայաստանը չի լինելու։ Այսա ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, դե վերցրեք նայեք 22 թվին ես ինչ էի ասում, 22 թվին Ռուսաստանից ինչ էին ասում, 22 թվին մեր իշխանություններն ինչ էին ասում, ինչ Արցախը հանձնենք Հայաստանը փրկենք, այդ ինչ հեքիաթ եք պատմում։ Այդ ամեն ինչը մանրակրկիտ բացատրել ենք ժողովուրդ ջան։ Այս ամեն ինչը այս ձևով են մեզ տանում պրոցեսների մեջ։ Ես հատուկ ուզեցա, որ այս ամեն ինչը դուք պատկերացնեք, թե եւ այս խնդիրները չի լուծվե, այս խնդիրները շարունակվելու է։ Եվ շարունակվելու պարագայում փորձելու են ամեն ինչ անել երկիրը անկայուն վիճակի մեջ գցեն։ Իսկ հիմա Եվրոպային էլ նեղացնելով մի կողմ քաշվելով, գոնե կարողանանք Եվրոպայի հետ աշխատենք, որ ասենք Փաշինյանից նեղանաս, Հայաստանից ինչ է ես նեղանում, Հայաստանը ով Փաշինյանը չի։ Բա ով անի։ Այո, խորհրդարանական մանդատ չունենք, որ գնանք խորհրդարանի անունից հանդես գանք, բայց գոնե փորձենք ավելի շատ ջանք գործադրենք, ավելի շատ բան անենք, որ կարողանանք ասենք Հայաստանում Փաշինյանը այդպես է որոշել, բայց մենք հո համաձայն չենք իր հետ։ Սա է, որ մենք լուրջ անելիքներ ունենք ժողովուրդ ջան, դուք արդեն տեսնում եք ինչա կատարվում, մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանը կգնա Մոսկվա, ինչա կատարվում, արդեն արդարացրեց Ռուսաստանին, որ սա քաղաքական ճնշում չէր, ռուսամետ ուժերն էլ իրանց խայտառակությունը ցույց տվեցին, որ իրանք բան անող չեն, եւ հիմա այս պարագայում հիմա տարբեր ուժեր դիմում են սահմանադրական դատարան, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է նոր ընտրություններ անելու ցանկություն չունենք։ Եթե սահմանադրական դատարանը որոշի, քո ցանկությանը հաշվի չի առնի։ Չնայած դե մենք գիտենք, որ սահմանադրական դատարանը առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնության ոչինչ էլ չի որոշի։ Եթե իրավիճակի հետ կապված հասկանան, որ այնուամենիվ դա լուծում է, այդ խաղերը կտան, այդ էլ կանեն։ Դրա համար պետք է պատրաստվել հաջորդ ընտրություններին, բայց պատրաստ լինել եւ արտահերտի եւ ցանկացած զարգացմանը ժողովուրդ ջան, որտեղ տեսնում եք մեզ ինչ է սպասում եւ տեսնում եք ինչպես են վարվում թե այս իշխանությունը, թե այս ընդդիմությունը։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդան Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։